Շանթը հասանելի է հետևյալ հարթակներում. Arm TV-ից Box ձեռք բերելու, DVB T2 ընդունիչի, Ռոստելեկոմի և Smart TV-ների միջոցով։ Սառը հասկացա, ես քուրտին չեկելը ավելի ես նեղում, ինչ չեմ ջովում։ Լավ սառը, ես քեզ հետո կզանգեմ։ Բարև Լևոն ջան։ Բարև։ Բարի երեկո։ Ոնց որ դա արդեն բարի չի։ Չես եկել։ Լևոն ջան, նստի խոսենք։ Քո հետ։ Ես ինչ ունեմ քո հետ խոսալու։ Այն ժամանակ, որ դու պետք է խոսայիր, սուս մնացիր։ Հիմա եկել ես որ ինչ։ Ես գիտեմ, դու հիմա նեղված ես։ Չէ։ Սխալ գիտես։ Ես նեղացած չեմ։ Նեղանում եմ մոտիկ մարդուց։ Քո նմաններից ուղղակի հիասթափվում են ու վերջ։ Լևոն, ես ուզում եի օգնել քեզ։ Հավատա, դա այդպես է։ Հասկանում եմ, դու հիմա ոչ մի արդարացում չես ուզում լսել, բայց այդպես է։ Ես չի ուզում հետագայում ոչ Էլենը, ոչ դու խնդիրներ ունենանք։ Որ տեսը, մենք չէինք հասկանում, թե դու ինչ ես այդ ամեն ինչ անում։ Աստորեն բարի նպատակներով էիր խաբում, դալանում։ Ես շուտով կվերադարձնեմ, շուտով, ամեն ինչ կվերադարձնեմ։ Չես կարող վերադարձնես, են էլ ամեն ինչ։ Չես կարող հետ բերես ժամանակը, չես կարող հետ բերես պապեին։ Ես գիտեմ դու փողի մասին էիր ասում, բայց այս կյանքում ավելի կարևոր բաներ կան իմ համար։ Դու այդ չես հասկանում։ Հորս մահվան մեջ ինձ մեղադրել է ամենաքիչը անարդարը տղա ջան։ Դու ինչ ես հասկանում։ Ես ամեն ինչ հասկանում եմ տղա ջան։ Եթե հասկանայիր գոնե մի քիչ կխղճայիր պապեին, կթողեիր, որ մի քիչ հանգիստ ապրեր։ Ոչ թե ամեն րոպե մտածեր, թե ոնց պետք է քո սև գործերի դեմն առնի, ոնց պետք է քեզ փորձանքի միջից անի։ Ու անգամ չգիտես, որ քո արածից հետո պապին դաժե իմ առաջ էր իրան մեղավոր զգում։ Այդպես են հայրերը։ Ես էլ եմ հայր։ Ես էլ եմ տղաներիս ինչ-որ քայլերից հետո ինձ ված զգացել գլուխս կախել, նեղվել, բայց չեմ դադարել իրենց հայրը լինել։ Իմ հայրը գիտեր, որ ես ամեն ինչ կհաղթահարեմ, կհարթեմ, ինքը հավատում էր ինձ։ Ամենակարևորը, որ դու քեզ չես հավատում։
Որովհետև դու սաղիցս լավ գիտես, թե ինչեր ես ընդունակ։ Ու նպատակիդ հասնելու համար ոչ մի բանի առաջ չես կանգնի։ Ես չեմ էլ ուզում հավատալ, որ հորս մահից հետո քեզ մոտ միայն ատելությունն է մնացել։ Չէր կարա իմ հայրը այդպիսի տղադաստ երակել, որ այդքան չարանար։ Կարող է ես փոխվել եմ ուղղակի։ Չնայած պապին ասում էր, որ մարդիկ կան այս կյանքում, որ իրենց ոչ մի բան չի փոխում։ Ոչ մարդկային կորուստը, ոչ սեփական եսի ոչնչացումը, ոչ մի բան։ Այդ նաև քեզ էր ուղղված։ Բոլորդ մեղադրում եք ինձ, բայց չեք ուզում հասկանալ, որքան ծանր է եղել իմ համար։ Իմ հայրս ինձանից նեղանալու շատ առիթներ է ունեցել։ Շատ։ Բայց այդ չի նշանակում, որ ես իրան չեմ հարգել։ Ես չէի կարող հանգիստ ասել, որ ես լավ տղա եմ իմ հորս համար։ Բայց մենք սիրել ենք միմյանց, տղա ջան։ Մի մոռացի։ Ինքը իմ հերն է եղել։ Իմ հերը։ Հետո ձեր պապը։ Ուղղակի Լևոն փորձիր ինձ հասկանալ։ Ես շատ բան չեմ խնդրում։ Այս մեծ աշխարհում մեզանից բացելով ունենք։ Ես գիտեմ, դուք Մաքսի ու Դավիթի հետ շփվում եք, ձեր հարաբերությունները լավ են։ Ինձ ձեր միջի օտարը մի սարքեք։ Մի անեք ինձ ձեր միջից, տղա ջան։ Դուք ես մեր միջի օտարը սարքեցիր։ Դուք ես օտար դարձրիր։ Կարող է ես ձեր կարիք ավելի շատ ունեմ, քան դուք իմը։ Ես չեմ ուզում հավատալ, որ իմ 3 տղաներն էլ այս դժվար պահին իմ կողքին չեն լինի։ Ես քո տղան չեմ։ Դու իմ արունն ես, ու այդ փոխել չի լինի։ Ես մի հայր եմ ունեցել, ու այդ պապին է եղել։ Իմ հայրը, իմ մայրը, իմ ընկերը, իմ հարազատը, իմ ընտանիքը ինքն է եղել։ Ինքը կուրախանար, որ տեսներ, որ մենք հաշտ ու համերաշխ ապրում ենք։ Չես ժպտում։ Դու ասում ես այն ինչ քեզ ձեռք է տալիս։ Էլենի հետ ես խոսացել, գնացել փորձել ես համոզես, որ քո նպատակները միշտ բարի են եղել, հա։ Չէ։ Ես Էլենին չեմ տեսել։ Ես նախ ուզեցել եմ քեզ հետ խոսել։ Իմ հարաբերություններդ քո հետ կարգավորել։ Որովհետև դու ինձ համար շատ կարևոր մարդ ես, տղա ջան։ Այն ինչ ես ու դու խոսացինք այդ արդեն հերիք էր։ Էլենի մոտ չգնաս ու Էլենին չանհանգստացնես։ Չնայած այսքանից հետո դժվար թե Էլենը ինքը քեզ լսի։ Սար, կարելի է։ Հայ, իհարկե։ Ես էլ մտածեցի գնաց կլինես։ Չէ, ժամային գոտիները խառնել են։ Ոչինչ,
Վաղվանից արդեն կսովորես։ Դեսի դու այսօր չգնացիր, հա, Էլենի հետ չհանդիպեցիր։ Չէ, այն ժամին, որ պետք է Էլենին տեսնեի, Լևոնը եկավ։ Դեսի հո դուրս չէի, գանշնորհքություն կլիներ։ Բարձ է։ Սար, այսօր ինչ էր եղել քեզ։ Ինչի էր նեղվել։ Մենակ չասես, որ խանդել ես ինձ ու Լևոնին։ Չէ, ինչ խանդ, ինչ ես խոսում։ Բա էլ ինչ կա։ Ուղղակի քեզ ունեց պայծիր, որ ես ու Լևոնը չգիտենք ինչ անենք։ Չէ, Ինես, դու ոչ մի կապ չունես։ Ուղղակի Լևոնը վերջերս շատ անդրամատ իր ներվային։ Ու այդ ամեն ինչը եղավ իր պապիկի մահից հետո։ Ու մի տեսակ ամեն ինչ մի քիչ շատ է խառնվել էր իրար։ Ու ինչ։ Ուրեմն որ այս վերջին շրջանում ես Լևոնին առաջին անգամ հենց ուրախ տեսա։ Չէ, դու ոչ մի կապ չունես, հարցը դու չես։ Այստեղ հարցը ես ու Լևոնն ենք։ Ես ու Լևոնը ու մեր փոխհարաբերությունները։ Գիտես ոնց, եթե ես այդտեղ լինեի այդ պահին ու ինչ-որ կատակ անեի, Լևոնը հաստատ մունատ կգար։ Կամ կնեղվեր, նենց որ ես ինձ ված կամ։ Չէ, Սար, չափազանցնում ես։ Բացի այդ ընթացքում ես ու Լևոնը, որ իրար հետ խոսում ենք, ինքը մենակ քո մասին էր խոսում։ Ու ծիծաղում ենք նրա համար, որովհետև հիշել էր քո դպրոցական տարիները։ Ու այդ պատմություններն էր պատմում։ Սար, իր ուրախությունը դու ես։ Անիմաստ մի նեղացի, լավ, ու շատ իզուր որ կռվեցիք։ Արդեն հաշտվել ենք։ Զանգեց, խոսացինք տենց։ Ինչ լավ է։ Թե չէ սիրտս անհանգիստ էր։ Դա ասում ես վաղուր ես ուզում գնանք միասին։ Վաղը Էլենին պետք է տեսնեմ, բայց երեկոյան կարող ենք ինչ-որ միտեղ գնալ։ Ուրեմն պայմանավորվեցինք երեկոյան կգնանք։ Դե ես գնամ, դու վարկի հանգստացի։ Ես էլ փորձեմ քնեմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ին։ Շատ ուրախ եմ, որ եկել ես։ Մերսի, որ ինձ մենակ չթողեցիր։ Ես էլ եմ ուրախ, որ եկել եմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Հեսա այս թեյը կխմես ու տրամադրությունդ մի անգամից կբարձրանա։ Անուշիկ, վայ, լավ էլի մի հատ բացի դեմքդ հասկացանք։ Արդեն ասեց ես քո հետ եմ։ Ուղղակի Միկան ամեն ինչի ընդունակ է։ Այդ Միկայի հախից նենց եմ գալու։ Բայց դու քեզ հերիք է էլի տանջես։ Միկան հələ չգիտի ես ինչի եմ ընդունակ։ Ան դու չգիտես, ինքը ուղղակի անուղելի է։ Անուշ, դու իմ դժվար պահին իմ կողքին ես եղել։ Ու իմացի ինչ բարդ խնդրի առաջ էլ որ կանգնես, ես թույլ չեմ տա որ դու քեզ ված զգաս։ Հասկացար։ Իսկ Միկան հավատա այդքան էլ անլուծելի խնդիր չի։ Դժվար պահի։ Դե գումարի պահը նկատի ունեմ։ Մերսի, որ լսեցիր ու հասկացար ինձ։ Լավ էլի ան։ Դու ինձ համար նենց բան ես արել, որ երևի սա ամենակիչն է։ Ինչ։ Այսօր առավոտյան Աննայի հետ ինչ էիք խոսում։ Ոնց լսել եք ինչ եմ խոսում լսարանում։ Չէ, լսարանում չէ, համալսարանի բակում ինչ-որ անհանգիստ էր Աննան։ Բակի հետ եք։ Բայց ինչի համար եք հարցում։ Դե ուղղակի անհանգիստ եմ։ Ինչ-որ խնդիրներ ունենք, հա։ Դե իրանից հարցրեք։ Անուշ ջան, իրանից որ հարցնեմ, ինքից չի ասի։
Բան չեմ հասկանում։ Անուշ ջան, ես ու Աննան լավ ընկերներ ենք։ Դե բացի դասախոս ուսանող հարաբերությունը հասկանում ես, չէ՞։ Լավ ուրիշ բան չմտածես։ Ես ուղղակի իմ լավ ընկերոջ համար անհանգստանում եմ։ Դու գիտես ինքը Երևանում մենակ ապրում, ոչ ոք չունի, եթե ինչ-որ խնդիրներ ունի, ուզում եմ իրան օգնել։ Հասկացա։ Դե որ հասկացար, հիմա ինձ ասա ինչ խնդիր կա։ Ուղղակի տենց բանել չկա, որ ասեմ։ Անուշ ինչ որ կա, այդ ասա։ Այս խոսակցության մասին ոչ ոք չի իմանա խոստանում։ Դե օնլայն գումար էր պետք, ինքն էլ խնդրեց, որ օգնեմ։ Ինչքան է պետք իրան ու ինչի համար։ Մոտավորապես 60,000, բայց եթե անկեղծ չգիտեմ ինչի համար։ Իսկ դու Դե հետո ասացի, որ կօգնեմ։ Ճիշտ է, չգիտեմ պապային ինչ եմ ասելու, բայց շատ էր նեղվել ամեն դեպքում։ լավ Անուշ, տես ինչ ես անում հիմա ես կասեմ։ Ես գումարը վերցնում ես, տանում ես տալիս ես Աննային ու ասում ես, որ անվերադարձա, լավ։ Բայց պարոն Ահարոնյան, ես Անուշ ջան, լսի ինձ, ու Արանենց ինչ որ ասում եմ։ Այս խոսակցության մասին ոչ ոք չպետք է իմանա։ Ոյ լավ էլի պարոն Ահարոնյան, ես չեմ կարող։ Խնդրում եմ, դուք տարեք տվեք էլի։ Անուշ, խնդրանքս մերժում ես։ Ես որ իրան սենց բան առաջարկեմ, ինքը չի համաձայնվի, դրա համար քեզ եմ խնդրում։ Լավ, որ ասում եք։ Ապրես Անուշ ջան, դե դու հիմա դասից ուշանում ես գնա։ Անուշ, վայ, վերջացրու մի հատ, արդեն իրոք հերիք է։ Դու քեզ ես սենց վնասում։ Այդքան նյարդեր, որ փչացնում ես, գիտես, որ հետո չեմ վերականգնվելու։ Մեռա ասելով, Անուշիկ, մենակ չես, քո հետ եմ։ Բայց Ինչ բայց, էլ բան մի ասա։ Վայ։ Ան, ես մինչև կյանքիս վերջ քեզ պարտական եմ, ու երբ պետք լինի, ինչ պետք լինի, հաստատ իմացի, որ կողքիդ եմ լինելու։ Գիտես, շատ չես չափազանցնում։ Ան, երևի այդ գումարը քո համար մեծ բան չէր, դե դու հարուստ ծնողներ ունես։ Երևի իմ մի ամսվա ծախսածը դու մի օրում ծախսում ես։ Իրոք երևի փոքր բան է քո համար, բայց ինձ համար շատ մեծ բան էր ան։ Իրոք շնորհակալ եմ, որ այդ դժվար պահին կողքիս եղար։ Անարի մոռանանք էլ այդ գումարի մասին։ Դու ինձ ոչ մի բան պարտական չես։ Ես էլ ավելի լավա գնամ։ Վայ, չէ, մի րոպե որ ես գնում, գոնե թե այդ խմում։ Հովատ բան չեմ ասում, ինչ ես նեղվում, չեմ հասկանում։ Գիտեմ, Ուղղակի հենց այնպես ոչ մի բան պետք չի անել, Անուշ։ Հասկացանք, հիմա այդ գումարը ես չեմ կարող հետ վերադարձնեմ քեզ, բայց ես էլ ուրիշ լավությամբ կփոխհատուցեմ։ Բայց ես չեմ կարող։ Այսինքն, ոնց չեմ կարող։ Էլի ինչ որ բան կա։ Ան, այդ փողը ինչ, Անուշ։ Դե այդ փողը ես չեմ քեզ տվել։ Ավելի ճիշտ ես եմ տվել, բայց իմ փողը չի։ Այսինքն, բայց ասեցիր քարտիցդ պիտի հանես։ Մի րոպե։ Անուշիկ, այդ փողը գողացել ես։ Բայ Աննա, գժվել ես։ Բա ո՞նց է լինում, որ այդ փողը քոնը չէր, բայց դու ես ինձ տվել։ Ստացվում է ես եմ գողացել։ Աննա ջան, մի հատ կենտրոնացի ու հասկացի ինչ եմ, հա, ասում։ Ինչ ես ասում, Անուշ։ Ասա, լսում եմ, ինչ ես ասում։ Ուզում եմ իմանաս, որ ես այդ փողը սենց թենենց քեզ տալու էի։ Հետո Պետքա քարտից հանեի ու դասերի ժամանակ չէի կարա դու էլ դա շուտ էիր ուզում։ Ու այդ փողը Անուշիկ, այդ փողը որտեղից։ Դե պարոն Ահարոնյանն ա տվել։ Կներես։ Ով ա տվել։ Շանթը հասանելի է հետևյալ հարթակներում։ Arm TV-ից Box ձեռք բերելու, DVB T2 ընդունիչի, Ռոստելեկոմի և Smart TV-ների միջոցով։ Ապրես
Դրես լիզ, որ հետս եկար։ Բայց ոնց է որ մենակ ես։ Արտուն գործեր ուներ, ասեց, հա, ասեց պիտի գնա։ Լևոնի մոտ։ Բայց չի ասում ինչ գործեր ունի, ինչով է զբաղված, հա։ Մի քանի օր է դուրս է եկել, շուտ է դրա մասին խոսել։ Բայց պետք է չէ ինչ որ բանի մասին խոսի, ասի ինչով է ուզում զբաղվի։ Դե ասում է ինչ որ ծրագրեր ունի, ասում է ամեն բան լավ կլինի, տեսնենք էլի։ Բայց ինչ ես թվում որ մի տեսակ ես։ Ոչ մի տեսակ էլ չեմ։ Հոգնեցինք ուղղակի։ Իսկ պատահաբար այդ հոգնածությունը Տարտո Մաքսիմիչի հետ կապված չի։ Լիզ լավ էլի, ամեն ինչ նորմալ է։ Ինչ ես նայում։ Ես զգում եմ, որ մի բան են չի։ Սկսվեց։ Մամա, ես քեզ լուրջ եմ ասում, եթե իմացա Տարտո Մաքսիմիչը քեզ նեղացնում, հա։ Այ ոնց էր դու ինձ պաշտպանում, նույն ձև էլ ես քեզ կպաշտպանեմ։ Մամա, կյանքում չեմ թողնի, որ որևէ մեկը քեզ նեղացնի, լուրջ եմ ասում։ Լիզա, ես միշտ պաշտպանելու եմ քեզ, միշտ։ Ու հիմա էլ քեզ եմ պաշտպանում։ Հա, բայց մենք հիմա իմ մասին չենք խոսում, այլ քո։ Ու ես հիմար չեմ, ես տեսնում եմ, որ դու ինչ-որ բանից մտահոգ ես։ Ես տեսնում եմ, որ անհանգիստ ես։ Ընդհակառակը։ Ես չափազանց երջանիկ եմ, որովհետև դու կողքիս ես։ Հիմա դու պետք է երջանիկ լինեիր, որ Արտո Մաքսիմիչն է քո կողքին, բայց ինչ-որ դա չես ասում։ Մամ, ինչով կարամ քեզ օգնեմ։ Ոչ մի բան, Լիզա, խնդրում եմ քեզ, որևէ մեկի համար, որևէ բան մի արա, միայն քեզ համար արա։ Ունենց արա, որ կյանքդ նորմալ դասավորվի։ Ուրեմն լսեք, Մարիա Արսենովնա, եթե ես իմացա, որ այդ Արտոն քեզ նեղացնում, հա, եթե ես իմացա, որ ինքը մոռացել է, թե դու իր համար ինչ ես արել ու չի գնահատում քեզ, մամա, ես քեզ լուրջ եմ ասում, ինքը իմ հետ գործ կունենա։ Իսկ դու գիտես ինչ է նշանակում իմ հետ գործ ունենալ։ Ախ, ինչ պաշտպանում եմ ես, ինչ պաշտպանում եմ ես, արի, ինչ պաշտպանում եմ ես։ Քեզ շատ եմ սիրում, հա։ Անուշ, ինչ ես ասում։ Ոնց թե Ահարոնյանն է տվել։ Ոնց է Ահարոնյանը տվել։ Ոնց կարա Ահարոնյանը ինձ փող տա։ Անկներես, բայց ես ինչ անեմ։ Անուշ, մի բան ընդամենը պետք է անեիր։ Ինձ չխաբեիր։ Ու այդ փողը հետ տայիր իրան ու ասեիր, որ հիմա ասել է ինչ ասեիր։ Ուղղակի ինքը ասեց, որ տենց քո համար ավելի լավ կլինի, տվեց, ես էլ ինչ իմանայի, վերցրեցի։ Հետո էլ ասեց, որ հետո իմանաս կհասկանաս դու։ Լուրջ չեմ հավատում։ Անուշ, դու չես մտածել, Ահարոնյանը ինչի պետք է իմ համար տենց բան անի։ Ո՞վ է Ահարոնյանը իմ համար։ Դու էլ իրան օգնում ես, հա, տենց։ Դե ասեցի, ինքը ասեց, որ տենց քո համար ավելի լավ կլինի։ Հիմա ով ինչ ասի պիտի լսես ու ընդունես, հա։ Սեփական ուղեղ չունես։ Կներես։ Դու ոչ մի բան չես հասկանում, Անուշիկ։ Ոչ մի բան չես հասկանում։ Հավատս չի գալիս։ Լուրջ հավատս չի գալիս, ես ինչ արեցիր, հա, Անուշ։ Բայց ինչ սարսափելի բան եղավ, որ Էն եղավ, որ ավելի լավ է կյանքս քեզ պարտքմնայի, քան ավետին փող։ Ան արդեն ասացի կներես, ուրիշ ինչ անեմ։ Անուշ, կներեսդ հիմա չի օգնի։ Լավ։ Նա ինչ կանենք, Անուշիկ։ Քանի դեռ այդ փողը ինձ մոտ չկա, Ահարոնյանը չի իմանա, որ ես գիտեմ, թե որտեղից այդ փողը։ Պարզա։ Անուշ,
Ես այդ փողը պետքա վերադարձնեմ։ Բայց հիմա չունեմ։ Հենց ունենամ ու պատրաստ լինեմ վերադարձնել, կգնամ Ահարոնյանին կասեմ, որ ես հենց նոր իմացա, որ այդ գումարը դուք եք ինձ տվել։ Հիմա հասկացար։ Ուղղակի մինչև այդ դու պետքա լուռ մնաս։ Վայ լավ էլ ես արդեն հոգնել եմ այս խառը պատմություններից։ Թողեք հանգիստ ապրեմ, ինչ եք ուզում ինձանից։ Անուշ, ասեցի Ահարոնյանը ոչ մի բան չի իմանա այս մասին։ Ինչ եք ուզում ինձանից։ Ես ինչ մեղավոր եմ, ընդհանրապես ուզում եի օգնել։ Հա, բայց տեսար, որ հակառակը ստացվեց։ Հիմա միակ տարբերակը քո լռենն Անուշ։ Վայ լավ էլ Աննա։ Գնա դու Ահարոնյանի հետ խոսա, դուք էլ բարձեք այդ հարցերը։ Ինձ հանգիստ թողեք։ Իմ խնդիրները քիչ են, հիմա էլ պետք է Ահարոնյանին խաբեմ։ Անուշ աղջիկ։ Եթե հանկարծ պարզվել է, որ ինքը գիտի, որ ես տեղյակ եմ թե այդ փողը որտեղից ինձ, ուրեմն իմացի, որ ես էլ լիքը բաներ արդեն քո մասին գիտեմ։ Դու էլ ավելացար։ Մի կան քիչ էլ հիմա էլ դու։ Որովհետև ինչ որ բան անելուց առաջ մտածում են Անուշ, մտածում ուղեղը դրա համար է։ Հա բայց ես ինչ իմանայի ախր։ Ընդհանրապես ուզում եի օգնել։ Պիտի իմանայիր Անուշ։ Պիտի իմանայիր, որ դասախոսից փող չպետք է վերցնես։ Ամբողջ համարձարանը խոսում է, որ դուք մտերիմ եք, ես ինչ իմանայի, որ սենց ծանր ես տանելու։ Մի րոպե։ Ինչ է խոսում համալսարանը։ Ես ինչքան մնում եմ, այդքան ամեն ինչ ավելի ավարտանում, ավելի լավը գնում։ Սպասի Անուշ։ Ինչ ես լսել։ Չէ, ոչ մի բան։ Ես լրիվ ուրիշ բան էի ուզում ասեի, հա? Բայց հիմա էդ էլ չեմ ուզում ասել։ Ուր է, սպասի հլը։ Ես ավետին կողմ։ Շնորհակալ եմ քեզ։ Ինչի համար։ Վստահելու ու համբերելու։ Արսեն դու շատ ես ինձ իդեալականացնում։ Դու իմ թերությունները չես տեսնում ընդհանրապես։ Դու ինձ ավելի լավն ես պատկերացնում, քան ես իրականում կամ։ Էլեն, ես քեզ տեսնում եմ նենց ոնց սիրտս ազգում։ Իսկ սիրտը երբեք չի սխալվում։ Ես ուղղակի անհանգստանում եմ։ Ես չեմ ուզում, որ քո պատկերացումները հիասթափության բերեն, Արսեն։ Իրոք չեմ ուզում։ Չես խոսում ինչի հիասթափություն։ Գիտես, ես մարդկանց կարծիքներից չեմ վախենում։ Ես չեմ էլ ձևացնում, ես այն եմ, ինչ որ կամ ու դա չեմ թաքցնում, բայց Արսեն հասկացի, մարդիկ կատարյալ չեն ու ես այդ թվում։ Էլեն։ Խնդրում եմ, թող վերջացնեմ էլի։ Ես լիքը թերություններ ունեմ, բայց դու դրանք չես տեսնում, դու չես ուզում դրանք նկատել, Արսեն։ Բայց ավելի լավ է հիմա, քան հետո, որովհետև հարազատ մարդուց հիասթափվելը ամենածանր բանն է։ Արդեն ուշ է։ Այսինքն։ Դու արդեն իմ համար շատ հարազատ ես։ Ընդհանրապես ես ինչի պետք է հիասթափվեմ։ Լավ, արի սենց անկապ բաներից չխոսենք։ Ինչի են ձեզ քայստում։ Հա բայց ինչ եմ արել, որ արժանանամ վստահության։
Մենք վստահում ենք մեր ընկերներին։ Վստահում ենք հարազատներին։ Մենք վստահում ենք նրանց, ովքեր ապացուցել են իրենց հավատարմությունն ու ազնվությունը։ Բայց երբ ենք մենք սկսում վստահել լրիվ անծանոթ մարդկանց, երբ ենք հատում այն սահմանը, երբ լրիվ օտար մարդուն կարող ենք ասել հարազատս։ Վստահությունը սիրո ամենագեղեցիկ դրսևորումներից մեկն է, հավատի լավագույն ապացույցը։ Վստահությունը մեզ դարձնում է խոցելի, որովհետև ամենաուժեղը հարվածում են հենց նրանք, ում մենք ամենաշատն ենք վստահում, եւ դա սարսափելի ցավոտ է։ Բայց կրկնակի ցավոտ է, երբ դու ես կոտրում մարդու մեջ եղած վստահությունը, երբ քեզանով է ավարտվում ինչ-որ մեկի հավատը։ Բայց ամենաանսպասելի պահին, երբ դու բոլորովին արժանի չես ներման ու վստահության, քո կողքին է հայտնվում ամենաանսպասելի մարդը։ Եվ պարզում է իր վստահելի ձեռքը, այն ձեռքը, որին գուցե դու նախկինում երբեք չես վստահել։
Շատ սպասեցինք։ Չէ։ Ես ինչ լավ անակնկալ արեցիր։ Հա, անակնկալներ անելը մոտս լավ է ստացվում։ Չնայած ձերն էլ պակաս անակնկալ չէր։ Ով կպատկերացներ։ Էլենն ու քույրս դասընկերուհիներ են։ Երեք Էլենը 2 բառով ասեց։ Պատկերացնում ես։ Դե կյանքում լինում են նման զուգադիպություններ։ Երեխեք իրոք ապշելու բանա։ Պատկերացնում եք, այդքան դիմորդի միջից մենք ենք անցել հենց Հայաստանից երեքս։ Ու մի բան էլ դու Սարայի քույրն ես, դու էլ Մաքսի։ Հա, ես էլ Մաքսի ընկեր եմ։ Ինչ Մաքս։ Կուրսընկերս է։ Լավ է թե չէ։ Հա, ես էլ մտածեցի։ Եկեք մի բան պատվիրենք, էլի։ Հա, ինչ կխմեք։ Ես նարնջի հյութ։ Ես սուրճ, դառը։ Շատ եմ կարոտել այստեղի սուրճը։ Ինչ կա, ոնց ես։ Լետ պատմիտենամ ոնց ստացեց, որ եկար։ Դե ամեն ինչ այնքան արագ ստացվեց, ես էլ չհասկացա։ Բայց շատ ուրախ եմ, որ ձեզ էլ այստեղ տեսա։ Շատ լավ է։ Միասին լավ ժամանակ կանցկացնենք։ Մերոնց հետ կծանոթացնեմ։ Քո մասին պատմել եմ։ Լուրջ։ Ինչ ես պատմել։ Դե ասել եմ, որ մեր կուրսի ամենառիսկով աղջիկն ես եղել։ Խեղճ դասախոսի գլխին հիշում ես ինչ բերեց։ Ես քանի օր անպայման կգնանք մեր տուն։ Ուզում եմ քրոջս հետ ծանոթացնեմ։ Անին ասում է, որ իմ ընկերները մեկը մեկից լավն են։ Ուզում եմ, որ քեզ էլ տեսնի, որ համոզվի դրանում։ Դե լավ, մի քիչ էլ ձեզանից պատմեք, ինչ կա, երբ եք ամուսնանում։ Դե կարևոր է պետք է պատասխանել։ Ինես ինչի տենց բան հարցրիր, ուրիշ բան չգտար ասելու։ Հա, բայց ինչ ասեցի, որ նեղվեցիր։ Դեռ Ամերիկայում բոլորը գիտեին, որ Արսենը քեզ է սիրահարված։ Չէ, մենք չենք նշանվել։ Ու ընդհանրապես տենց բան չկա։ Չենք էլ պատրաստվում։ Լուրջ, բայց Արսենը ասում էր, որ գա Հայաստան քո հետ խոսալու է։ Փաստորեն դու ես իմ երբվանից իմացել ես ու ինձ չես ասել ոչ մի բան։ Հա, բայց ինչ ասեի, Գայ Արսենի փոխարեն սիրո խոստովանություն անենք։ Ես դեռ քեզ կհիշացնեմ, Ինես աղջիկ, եկավ։ Լավ բան բասեցիք։ Ասում եմ Հայաստանը ոնց որ թե լավ անակնկալներ այն համար պատրաստել։ Դե լավ ակնկալիքներով ապրելը այդքան էլ վատ չի։ Ահա։ Ին դու մեզանից 2 ամիս ավել մնացիր։ Ճիշտ է։ Պատմի։ Երեխեք, եկեք արդեն գնանք էլի, ես գործեր ունեմ ընկերուհուս պիտի տեսնեմ։ Հա, ես հաշիվն ուզեմ։ Արս, ես ու դու էլ գործեր ունենք։ Հաջողել են ջան։ Ես ուզում եմ, որ դու ինձ ասես ում զանգին ես սպասել այդ երեկո։ Դե խոսք տուր, որ նորմալ կընդունես։ Շանթը հասանելի է հետևյալ հարթակներում.
Arm TV-ից Box ձեռք բերելու DVB T2 ընդունիչի, Ռոս Տելեկոմի եւ Smart TV-ների միջոցով